Լավ, հիմա տեսեք, ես Խաժակ Սրբազանի հարցազրույցն էի կարդում 2022 թվականին Նիդերլանդական օրագիր ինչ որ հաղորդման շրջանակներում, նա ասում է, որ դուք պետք է զղջագիր գրեք եւ հրաժարվում եք դրանից։ Եվ դրա համար, քանի որ այդ զղջագիրը չեք գրել, բանը եկել հասել է մարտի 17-ին ձեզ կարգալույց են արել ըստ էության։ Այն ժամանակ խնդիրը այլ է։ Այն ժամանակ ուզում էին ինձ լրացնել եւ եթե գարտացել եք այդ հարցազրույցը, այնտեղ մի հատ ամոթալի բան էր գա։ Սրբազանը ասում է, որ մենք բողոքական չենք, որովհետեւ ամեն օր ավետարան քարոզենք։ Այսինքն իրենք ուզում էին, որ ես ավետարանի ամենօրյա ուսուցումները, որ ունեմ YouTube-ում, դադարեցնեմ։ Դա էին ուզում դադարեցնեին, թե ձեր քաղաքական հայտարարությունները, քաղաքական այդ ելույթները։ Ոչ, քաղաքական հայտարարություններ չկան բնավ եւ երբեք, բարձրապես որովհետեւ այդ սերդողություններու ժամանակ եւ ավետարանի խոսքը